Ընտրություններից 3 ամիս առաջ ընդդիմադիր որոշ ուժերի ներկայացուցիչներ արդեն ոչ թե վարչապետի իրենց թեկնածուի անունն են նախընտրում հնչեցնել, այլ պարզ բաց տեքստով ասում են. Դեմից ասում եմ միավորվելու է անդիմությունը։ Դաշնակցությունը, որ Հայաստան դաշինքի կազմում է, մինչ այս պահը չի հայտարարել առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց վարչապետի թեկնածուի անունը։ Ռոբերտ Քոչարյանը վերջին ասուլիսում ընդամենը ակնարկել էր, որ հավանական թեկնածուն ինքն է։ Դաշնակցության ներկայացուցիչների կամ Ռոբերտ Քոչարյանի խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները գիտեք ինչի է նման, ֆուտբոլային, ուրեմն ֆուտբոլում բացվում են կամ սպորտում բացվում են տրանսֆերային պատուհանները համապատասխան ժամանակահատվածներում։ Հիմա այդ տրանսֆերային պատուհանը բաց է եւ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր վստահաբար չեն հաղթահարելու անցողիկ շեմը եւ չեն հայտնվելու ազգային ժողովում, դեմից իրանց դրել են ուրեմն վաճառքի եւ տեսնում են թե ով իրանց ուրեմն ավտոբուսը կամ տապանը ուրեմն կհրավիրի։ Իհարկե տապան գնալու համար պետքա դեռ իրանք զույգերին գտնեն ամեն դեպքում։ Տապանում հավաքվելու առաջարկ Գագիկ Ծառուկյանն է արել, ում արդեն միացել են Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը, որի առաջնորդած դաշինքի ձայների շնորհիվ Գյումրիի քաղաքապետ դարձավ Վարդան Ղուկասյանը։ Դաշնակցական Քրիստինե Վարդանյանը թեև սուտ է որակում կարծիքները, որ ժողովուրդը քվեարկելով որևէ ընդդիմադիր ուժի օգտին այս անգամ էլ իշխանության կտեսնի մեկ այլ ընդդիմադիրի, սակայն չի բացառում, որ միավորում կլինի ամենաշատ ձայնը հավաքած ընդդիմադիր ուժի շուրջ։ Արթուր Հովհաննիսյանի դիտարկմամբ ստացվում է, որ օրինակ 3 երկրի քաղաքացի Սամվել Կարապետյանի ուժին ձայն տալով ժողովուրդը ձայն է տալու Ռոբերտ Քոչարյանին Գյումրու սցենարով։ Գյումրիում բոլոր ընդդիմադիր ուժերը խաբելով ժողովրդին, որ նրանք իրար հետ չեն, ընդհուպ իրար հակադրվող նաև ելույթներով հանդես գալով, ընտրությունների արդյունքներից հետո միավորեցին իրենց ձայները, ժողովրդից ձայները գողացան ու վերավաճառեցին իրար մեջ եւ ուրեմն Վարդանիկին դարձրեցին Գյումրու քաղաքապետ, ով 6 ամիս էլ չդիմացավ եւ ուրեմն կոռուպցիոն հանցագործության համար հիմա ուրեմն դատապարտվում է եւ հիմա ողջևորված այս ուրեմն աֆյորայով ընդդիմադիր շրջանակները ցանկանում են պրոյեկտեն այս իրենց փորձը համապետական տրամաբանության վրա բոլորը ընդդիմադիր դաշտում գործող մեկ նպատակի են ծառայում եւ մեկ կետից են կառավարվում։ Սա ակնհայտ է։ Կլինի դա Սամվել Կարապետյան, կլինի դա Ռոբերտ Քոչարյան, կլինի դա Գագիկ Ծառուկյան, կլինի դա Արման Թաթոյան, կամ կլինեն այլ անուններ, այս բոլորը մեկ զամբյուղի ուրեմն մեջ են տեղավորվում։ Իշխանությունը չի մտահոգում, որ ուժը կհայտնվի խորհրդարանում, հակադարձում է Հովհաննիսյանն այն քննադատություններին, թե կառավարող ուժն անհանգստանում է Գյումրու սցենարի կրկնությունից։ Միակ մտահոգությունն է պատմության անիվը չպտտվի դեպի այն օրեր, երբ ժողովուրդը չէր որոշում, թե ով է Հայաստանում իշխանության։ Այս գլխից մարդիկ հայտարարում են, որ մենք պատրաստ ենք միավորվել ցանկացածի հետ, միայն թե հարմար այսպես ասած տրանսպորտ լինի, որ մենք եւս մեկ անգամ հայտնվենք ազգային ժողովում եւ թունավորենք ժողովրդին, խաթարենք ազգային ժողովի աշխատանքները եւ ծառայեն իրենց տերերին, ուրեմն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը խլելու նպատակներ հետապնդելու։ Պաշտպանել եւ փրկել այն գողոնը, որ նրանք իրականացրել են նախորդող տասնամյակների ընթացքում, փրկել իրենց ընկերներին դատական վճիռներից, փրկել Կտրիչ Ներսիսյանին, փրկել մյուս KGB-ի գործակալներին։ Յուրաքանչյուր քաղաքացի իր քվեն տալուց առաջ պետք է հարց տա ինքն իրեն, ընտրելով ընդդիմադիր որևէ ուժի, ում է ընտրում որպես վարչապետի թեկնածու։ Ընդգծում է Արթուր Հովհաննիսյանը, նկատում ընտրությունը պետք է լինի հօգուտ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու խաղաղության։ Ռոբերտ Քոչարյանինը վերագրվում $200 միլիոն ուրեմն գույք եւ եկամուտներ, որոնք ուրեմն չեն հիմնավորվում եւ ելի եմ կրկնում սրանով է պայմանավորված վերջին ճիքերը պաշտպանելու այս ունեցվածքը ժողովրդի անհանգստություններն առայն թե ինչու է մինչեւ հիմա Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ կամ այլ մարդկանց վերաբերյալ ինչու որովհետեւ մենք գնացել ենք իրավական ճանապարհով առաջին հերթին մեր պետությանը չվնասելու համար ես վստահ ասում եմ եթե մենք գնանք այլ ճանապարհով կուլակաթափ անելու ճանապարհով այդ ունեցվածքը վերցնենք եւ ժողովրդին ասենք ահա սիրելի հայրենակիցներ սա Քոչարյանի տունն է սա սրա բիզնեսն է սա նրա բիզնեսն է մենք այսօր չենք ունենալու այն միջազգային աջակցությունը չենք կարողանալու իրականացնել այն ծրագրերը, որոնք այսօր իրականացնում ենք։ Հայաստանում թրիփ չէր լինելու, Հայաստանում խաղաղություն չէր լինելու, որովհետև մենք աշխարհի առաջ դառնալու ենք մի երկիր, որտեղ չկա օրենք,
կա ամենաթողություն, որտեղ ով ում ունեցվածքն ուզում, ոնց ուզում բաժանում։ Սամվել Կարապետյանը կարելի ասել որպես դեսանտ է ուղարկվել Հայաստանի Հանրապետություն արտաքին ուժերի նպատակները Հայաստանում իրականացնելու համար։ Եվ այսքանը, եւ Սամվել Կարապետյանն իր հերթին ուրեմն անցնում է քրեական գործով, համապատասխան հոդվածով, որովհետեւ ուրեմն սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ կոչերը հնչեցրել։ Ամեն բան անում ենք օրենքով սահմանված կարգով պատժելու համար այն մարդկանց, որոնք կփորձեն ոտնձգել Հայաստանի Հանրապետության սահմանադրության դեմ, Հայաստանի Հանրապետության գույքի դեմ, Հայաստանի Հանրապետության ժողովրդի ուրեմն իրավունքների դեմ։ Պատգամավորը հիշեցնում է 2021-ին հետպատերազմական մթնոլորտում ընտրություններն անցան արդար, ընդդիմադիրներից որևէ մեկն այն չվիճարկեց։ Հունիսի 7-ի ընտրություններն էլ անցնելու են ազատ ու թափանցիկ, դառնալով օրինակ այլ երկրների համար։ Մերի Խաչատրյան, Արամ Հարությունյան, լուրեր։